Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստեր այս պահին չկան, վստահեցնում է արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա միաժամանակ հավելել է, իրավիճակը շատ արագ է փոխվում, ծառայությունում հետևում են։ Հարցին Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի որ երկրներն են սպառնալիք ներկայացնում Հայաստանի համար, Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրներից։ Սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում։ Բազմաթիվ հարցեր են քննարկվել, լրագրողներին տեղեկացրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։ Նա նաեւ նշել է, դրանից հետո հանդիպում է ունեցել ծնողների հետ, տեղեկացրել արդյունքների մասին։ Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, Արմեն Աբազյանն այլ մանրամասներ չի հայտնել գաղտնիության պատճառաբանությամբ։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ վերջ դնելու երկարամյա ճգնաժամին։ Նա սակայն ադրբեջանցի այլ պաշտոնյաների նման ներկայացրել է Բաքվի նախապայմանները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, Եվրամիության դիտորդների հեռացում։ Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանական սահմանի պարեկություն իրականացնող եվրոպական զինված ուժերը նույնպես ստիպված կլինեն լքել մեր տարածաշրջանը։ Խորապես համոզված ենք, որ մեր հարաբերությունների ապագան Ադրբեջանի եւ Հայաստանի ձեռքերում է եւ այս հարցում որևէ երրորդ կողմի կարիք չկա, դրսի ուժերի կարիք չկա, հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ Հայաստանյան հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված Երևանում աշխատանքային քննարկում կլինի ռուսական կողմի հետ, տեղեկացնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ըստ նրա, հանդիպմանը շատ կոնկրետ առաջարկներ են ներկայացնելու եւ քննարկումների արդյունքում պարզ կլինի, թե համաձայնագրի որ դրույթները ինչպես կարելի է վերախմբագրել։ Նախարարի խոսքով նպատակն է ունենալ այնպիսի համաձայնագիր, որը ճիշտ կհասցեագրի խնդիրներն ու կբացառի հայկական կողմից խնդրահարույց համարվող բովանդակությունը։ Հայրապետյանը նաեւ նշել է, որ Հայաստանի առաջին ալիքի ռուսաստանյան հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու հարցը նույնպես օրակարգում է։ Երևանը կմիանա երկրի ժամը համաշխարհային բնապահպանական միջոցառմանը։ Քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառման համատեքստում մարտի 22-ին ժամը 20:30-ից 21:30 կանջատվի Երևանի հիմնական փողոցների եւ Երկհաղլույս ընկերության կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը։ ՄԱԿ-ը ստիպված է վերանայել հումանիտար ծրագրերի ցանկը ԱՄՆ-ի կողմից միջազգային հումանիտար ծրագրերի ֆինանսավորումը կրճատելու պատճառով։ Ներքին փաստաթղթի համաձայն ՄԱԿ-ն այս տարի կծախսի ավելի վաղ պլանավորածի 90%-ից պակաս մասը։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը նշել է, որ առանձին եվրոպական երկրներ նույնպես, այդ թվում Մեծ Բրիտանիան եւ Շվեդիան, սկսել են հումանիտար ծրագրերի համար նախատեսված միջոցները հատկացնել ռազմական արդյունաբերությանը։ ՄԱԿ-ում արդեն ազդակներ են ստանում այն մասին, որ Ֆրանսիան ու Գերմանիան նույն պատճառով պլանավորում են կրճատել իրենց վճարումները կազմակերպության բյուջե։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև Իզմիր քաղաքում արգելվել են բոլոր տեսակի բողոքի ակցիաները։ Մարտի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում այս քաղաքներում ցանկացած հավաք եւ միջոցառում արգելված է։ Ավելի վաղ նման սահմանափակում էր մտցվել Ստամբուլում մինչև մարտի 23-ը։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայի տարբեր շրջաններում զանգվածային ցույցեր են անցկացվում։ Իրավապահները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ։